Լենգ Թեմուրը ծնվել է 1336 թվականի ապրիլի 10-ին Տրանսօքսիանայում Բալասների քոչվորական միությունում։ Մարտում վիրավորվելուց հետո ստացել է Լենգ մականունը։ Լենգ Թեմուրի իր կյանքի հաջորդ 35 տարիներն անցկացրել է տարբեր պատերազմների արշավանքների մեջ։ Դեպի արմուտք-հյուսիս-արմուտք կատարած արշավանքների արդյունքում նա հասել է Կասպից ծով Ուրալ-Վոլգա գետերի ափեր։ Դեպի հարավ-հարավ արմուտք կատարված արշավանքները ընդգրկել են Պարսկաստանի գրեթե բոլոր մարզերը, այդ թվում Բաղդադը, Քերբելան, հյուսիսային Իրաքը։ Լենգ Թեմուրի ամենահզոր հակառակորդներից էր մեկ այլ մոնղոլ աշխարհակալ Չինգիզ խանի ժառանգներից Թոխթամիշը։ Վերջինս ավելի վաղ շրջանում ապաստանել էր Լենգ Թեմուրի արքունիքում, ապա տիրացել էր ինչպես արելյան խփճաղներին, այսպես էլ ոսկե հորթային։ Գահ բարձրանալուց հետո նա հակամարտել է Լենգ Թեմուրի հետ Խորեզմի ատրպատականի տարածքների համար։ Այնուամենայնիվ Լենգ Թեմուրը նրան աջակցել է ռուսների դեմ պայքարում 1382 թվականին Թոխթամիշը գրավել է մոսկովյան տիրույթները այրել Մոսկվան 36։ Լենգ Թեմուրը նախընտրել է արշավանքները սկսել գարնանը։ Սակայն անսպասելիորեն կազմակերպված ձմեռային արշավանքի ժամանակ ճանապարհին մահացել է։ 1404 թվականի դեկտեմբերին Լենգ Թեմուրը ռազմական արշավանք է սկսել Մին դինաստիայի Չինաստանի դեմ ձերբակալել է նրանց ուղարկած դեսպանին։ Սիրդարյա գետի մոտակայքում վրան խփելուց հետո Լենգ Թեմուրը հիվանդացել է 1405 թվականի փետրվարի 17-ին 66 վարաբուն նախքան չինական սահմանին հասնելը 67 մահացել է։ Նրա մահից հետո Մին դինաստիայի դեսպանները, օրինակ Ֆուանը նրա շրջապատը, ազատ են արձակվել 63 Թեմուրի թոռ Խալիլ Սուլթանի կողմից։